Հազիվ յոլանք եթե 2 լիտր կաթ են ծախում հիմա էլ։ Արտակարգ իրավիճակ է Կոտայքի մարզում Մաբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մի քանի փողոցներ Գետառ գետի վարարման եւ չմաքրման, ինչպես նաեւ որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով հունից դուրս է եկել եւ կիլոմետրերով ողողել հարակից ճանապարհը։ Որոշ հատվածներում էլ ջուրը հասնում է 1 մետր բարձրության եւ լցվում մարդկանց հողամասերը, ավտոտնակները, անգամ բակերը։ Իսկ դպրոցեր չեն կարողանալու։ Ոնց է։ 2000 մետր ցանած հող ունեիմ, սա քանդե տարեր, ջուրն էլ ներկայացության մոտ մի 30-40 սանտիմ վրան գնում է։ Իմի թե ով պետք է հատուցի, մենք չգիտենք։ Այդքան վնաս ենք կրեմ ենք։ Գյուղապետին դիմում եմ, գյուղապետն էլ այդ հնարավորությունը չունի, որ գետը մաքրի։ Մենք արդեն ահագին բան արել ենք, մաքրել ենք, հեսա այն բաստերից, որտեղ որ ջուրը բանամ դեպի ճանապարհներ գալիս, այդտեղ դենք պանելներ, որ փակվի։ Դե հիմա դրություն է, մենք ինչ անենք, այս տարի ավելի շատ է։ Զնհալը անձրևները եւ այդտեղ այդ Ռաբերտի լճից ջուրը թողան շատացել է։ Ջուրն արդեն մի քանի կիլոմետր տարածվել է, լցվել գյուղի փողոցները, որոշ հատվածներում ջրի մակարդակը հասնում է մինչև ծնկներ, իսկ տեղ-տեղ ավելի բարձր։ Տների բակերը լիովին ջրի տակ են, բնակիչները փորձում են փրկել գույքը, բարձրացնելով այն հնարավորինս վերև կամ դուրս բերելով անվտանգ տարածքներ։ Գյուղացիները պատմում են, նման իրավիճակ երբևէ չեն հիշում։ Տեսա զիդունը պերես լցեր, ջուրա, եսի մետի, եփ չորանա, եփ կարանա քողը մշակել։ Իսկ չենք էլ կարա մշակել։ Առավել մտահոգիչ է, որ դպրոցի ճանապարհն է դարձել ամբողջությամբ անանցանելի, երեխաները չեն կարողանում հասնել դպրոց, իսկ որոշ ընտանիքներ փաստացի կտրված են մնացել գյուղի մյուս հատվածներից։ Ժամի հետ զրույցում Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության բաժնից հայտնեցին, տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները, սակայն իրավիճակը շարունակում է արագ փոփոխվել։ Ղեկավարությունից մարդիկ կան, այն համայնքի ղեկավար աշխատանքների ընթացքի մեջ են, գետի հունը ուզում են փակեն։ Ջրի հոսքը չի նվազում եւ բնակիչները տագնապած են, ամեն ժամ նոր տարածքներ են հայտնվում ջրի տակ։ Մայակովսկի գյուղում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։